Իսկ դպրոցն էլ է սուբվենցիոն ծրագրով կառուցում։ Բայց դպրոցի կառավարության։ Հա, կառավարությունն անում, հա։ Իսկ դպրոցի շենքը հին էր, շատ վերանորոգված չէր։ Չէ, ընդհանուր դպրոցի շենքը արտաքին տեսքից նորմալ վիճակի մեջ էր, դե աշխատանքները կատարվում են ներսը, մեկ էլ ոնց որ բագի բարեկարգում էլի։ Դե ժամանակի ընթացքում այդ սետկեքը քանդվել էր, բորձյունները կոդրվել, ասֆալտը կարիքը կար դե հա, ոնց չէ։ Կարիքը դե ներսն էլ էլի աստիճանները արդեն բաները պոկվել էր, դե ոնց մեր վերջի անգամ այդ դպրոցը վերանորոգվել է 2008 թվականին։ 8 թվականին կներեք, ավելի ճիշտ 8 թվականին 2008-ին հանձնվել է, էլի արդեն շահագործում։ Հա, շահագործվել։ Դե քանի 2 տարի, 10 քանի տարի եղավ, դուք ասեք, 17 տարի։ Դա հակին դեմանավանդ երեխեքը բան բույկը վնասում, չէ։ Չէ, կարիք կար։ Քանի աշակերտ կար դպրոցում։ Մենք ունենք դպրոցում 357, եթե չեմ սխալվում։ Բավականին մեծ մի հերթով են դասերը կազմակերպվում։ Հա, չէ, դպրոցը 5 կորպուս է։ 3 մի կողմա, միջանցքով միանում է 2 կորպուս մի կողմ։ Բայց այս տարի սեպտեմբերի 1-ը երեխաները Թալինի դպրոցում դիմավորեցին։ Մենք այս գյուղապետարանի միած սենյակ ենք տրամադրել առաջի դասարանցիների համար։ Միջոցառում է այստեղ։ Հա, դրանց բանը մի քիչ պրոբլեմա չէ, դե տեղաշարժվելը փոքրին։ Հա, առաջի դասարանցիները այստեղ են դասերը անում։ Իսկ ընդանուր աշակերտները ավտոբուսներով տեղափոխվում են, բան երկրորդ հերթ, տենդե որ դասերը վերջանա, մեր աշակերտները տեղափոխվում են։ Իսկ մարզերում տենց ընդունված կարգ առաջի դասարանցիներին պայուսակներ, բաներ են նվիրում, այստեղ կա այդ ավանդույթը, թե չէ։ Այս բանը խոշորացումը, այսի 4-րդ տարին է, մենք ամեն տարի մեր մանկապարտեզի ավարտական հանդեսի օրը այդ համայնքն է նվիրում։ Ահա, խոշորացված համայնքը։ Հա։ Դա ոնց որ մեր համայնքի ղեկավարի ղարկադրությամբ։ Հա։ Ամեն բան այդ ավարտական հանդեսին, դե այդ հանդեսը ոնց որ հիմա հուլիսին կամ օգոստոսին էլ, եթե չեմ սխալվում, այս տարի հուլիսի 27-ին էր։ Դե նույն մեր երեխեքին, չէ՞, մանկապարտեզը ավարտում են, այդտեղին դպրոց առաջի դասարան, մենք ամեն տարի իրանց այդ հանդեսի օրը պայուսակ ենք նվիրում։ Հա, մենակ պայուսակ, թե մեջը դե այս տարի ոնց որ մի քիչ բան ենք երել, միշտ պայուսակ ենք նվիրում, բայց այս տարի մի քիչ ոնց որ ավելի կալավելագործել ենք, մեջը կար։ Ինչը որ պայմանավորված տարին նախընտրական է դրանով։ Չէ, դրա հետ կապ չունի, ուղղակի չգիտեմ, այս տարի կարող է ուղղակի կապ չունի, բայց կարող է դիտարկվի որպես Չէ, նայեք ոնց մեր խոշորացված համայնքը ձևավորվել է, մենք ամեն տարի այդ նույն պայուսակները, այդ նույն երեխեքին նվիրել ենք։ Համայնքի ղեկավարը իշխող ուժից է, այդ լրիվ ընտրակաշարք կարան գալվի։ Սենսիմ էլի։ Համայնքի ղեկավարը կոնկրետ իր ամենօրյա աշխատանքով հենց ընտրվելու պահից սկսած։ Ու էդի ցանկացած բնակիչ կրա փաստանում մենակ ոչ մեր գյուղում, էլի գնաց է քաղաք Թալին, դու մի հատ տեսեք Թալինը ինչի է վերածել, էլի։ Բայց ընտրությունները մեծ խնդիրներով այսինքն 2021 թվին մեր համայնքի ղեկավարը նոր ընտրվել է, ընտրություններից քանի տարի, 5 տարի կար չէ՞ մինչև ընտրությունը, բայց ինքը այդ ընտրվելու պայից աշխատել անեց, ոնց աշխատում է համ։ Չէ, նկատի ունեմ նախկին այդ համայնքի ղեկավարի ընտրությունները նախ հարթ չգնացին, ահագին վիճարկումներով եղան, երկու փուլով եղան, տարբեր մի կերպ Չէ, դե մի կերպ չէ, նես չի որ մի կերպ։ Բացի այդ աշխատելու օրվանից նախապատրաստվում են հաջորդ ընտրությունների, այդ պատրաստությունը մի օր չի լինում։ Դա չգիտեմ, ես այդ պրոցեսներից դեն շատ բան կրա չեմ հասկանում ընտրությունը, բայց ես կրամսիմ որ մեր համայնքի ղեկավարը իր ամբողջ թմով հենց ընտրվելու պահից սկսել են աշխատել այնց, ոնց որ աշխատում են հենց հիմա։ Ու իրանք հաստատ մի հատ խնդիր չկան, այս խնդիր որ իրանք դա վրա աշխատեն։ Ցանկացած սենսի մենք բանի օրեր ունենք, չէ՞։ Համայնքի ղեկավարի մոտ ընդունելության օրեր կար ամեն 5 շաբթի, այն բնակիչի ամենամանր խնդրի ուվել մենք մինչև վերջ
Եթե մենք այդ մարդու խնդրի հետևից ու այնքան հնարավոր է փորձում ենք այդ հարցին լուծում տանք։ Ու էլի ցանկացած բնակիչ փաստ է, էլի դա ամեն ինչը։ Իսկ քանի որ տան նախընտրական ուրիշ քաղաքական ուժեր չեն փորձում ակտիվանալ, մրցակցություն չկա առաջի դասարանցիների նվերներ բաժանելու հարցում, օրինակ, այսինքն Տաշիր ընկերությունը այլ տեղերում բաժանել էր, այստեղ էլ են փորձել։ Լսել եմ դες բան, չէ՞ պայուսակներին բաժանել։ Բայց դե դեսին էդի մի քիչ որ բանով էլ մտածում ես այսքան տարի ոչ մի բան, այ ծերսազն է, էլի որ նախընտրական։ Բայց ինչի ոչ մի բան, Սամվել Կարապետյանը միշտ էլ արել է։ Մենք Տաշիր գրուպից ինչ-որ մեկը մեր կողմից ինչ-որ մտ բաներ էլ է։ Դե իր բարեգործությունների մասին։ Մենք օրինակ ես ինքս այս գյուղում ապրել եմ, երբեք էլ չեմ բացակայել ու նենց էլ չէ որ միշտ էլ ակտիվ եմ եղել, բայց ես չեմ լսել ու չեմ տեսել այս բան։ Որ մեր գյուղում ինչ-որ մի հատ բարեգործություն կատարվի։ Բա հիմա ինչի են ուզել անեն, ոնց որ ուզել են դուք այդ հարցին դուք պատասխանեք ինչին ուզել, դուք ավելի լավ գիտեք ինչին ուզել, էլի։ Նոր դուք մի քանի րոպե առաջ ասեցիք էլ ինչին ուզել։ Դե արդեն ոնց է մի քիչ մտածելու տեղի կա տալում, էլի։ Որ դա սենց մի քիչ բաներ չբացին, փակագծեր չբացին, բայց ալիս անալ ամեն ինչ པարզ է, էլի։ Չեխի բացեք փակագծեր, կա իմ համար օրինակ པարզ չի։ Սենց բանսիմ, էլի, օրսմիկ բանը ինչի չեք թողե։ Նախ այնպես բան չի եղել չթողելու այդ կապված, ուղղակի ես որպես վարչական ղեկավար, եթե ինչ-որ մեկը օգնություն ա ուզում տրամադրա, ես ինքս դեմ չեմ, էլի։ Եթե իհարկե իսրդե ու առանց հետին մտքերի ուզում է բնակիչին օգնա, բայց կարելի է չէ օգնությունը կազմակերպել համայնքի հետ։ Այսինքն այս գյուղապետարանում մենք ունենք անապահով ընտանիքների ցուցակներ, թեկուզ դպրոցով կամ մանկապարտեզով, չգիտեմ, ինչքանով է երևույթը սիրում փողոցում մեքենան կանգնի, բագաժնիկը բաց ու պայուսակն բաժան, դա նորմալ է։ Հա, այսինքն դուք ուզում եք համայնքի միջոցով լինի, որ ձեր անունը երևա։ Չէ, անունը պետք չի թողելի ամեն, պրոստը ամեն ինչը մի քիչ պաշար սևով կազմակերպվի, էլի վերջ։ Դե ի վերջո դիմել են ձեզ։ Մեզ չեն դիմել, այդպես բան չի եղել մեզ դիմել։ Ես պատահական լսել եմ որ զանգել են ինձ, ասել են ինչ բան եք բաժնը, մեկը զանգեց լանձ էլ կտակ։ Ես ասեմ, ես տեղյակ չեմ, դա ինչի մասին է, այդ ծնողներն իմացել են ինչի մասին է խոսքը։ Ու ոչ մեկ չի վերցրել, թողեք գնացել են տուն։ Դե այդպես բան հնարավոր չի։ Ուղղակի մեքենան եկել փողոցում սկսել է բաժանել։ Այդպես է։ Ինչ որ ձև պիտի կազմակերպվեր։ Չգիտեմ ինչ որտեղից որտեղից իրանք այդ բաները վերցրել են, ով որ տալու առաջի դասարան։ Դե ինչ որտեղից պիտի վերցնեն գյուղից, գյուղապետանից, դպրոցից, ուրիշ որտեղից է հնարավոր վերցնել։ Ամբուլատորիայից ի վերջո, բայց ինչ որ մի կարճ իրանք զբաղվել են ոնց որ ասած ինքնագործունեությամբ։ Չէ, իմ համար պարզ չի, բա եթե ինքնագործունեություն են արել դուք ոնց եք իմացել թույլ չեք։ Տեսնում եմ բնակիչներից մեկը զանգել է։ Ինչ որ կազմակերպչական փուլ եղել է։ Ոչ մի բան չի եղել, մենք ոչ մի բան չենք իմացել, տեղակել չենք եղել, որ մեր գյուղում դες բան կա։ Ուղղակի բնակիչներից մեկը զանգել անձի, բա մզի հասնում է։ Այդենց հարցով է դիմել, ես էլ բա ինչ, բա սենց գնացեք որ մեքենան գյուղի մեջ կանաս, բագաժնիկը բաց, ոնց սմի մտեց։ Դա ինչ արեցիք, ասցիք փակ է գնացեք։ Չէ, նորմալ բացատրենք որ վերջեցի գյուղա կառավարում կա, դե չէ, ամեն մեկը չի քրակականի ու ինչ որ բան բաժանա բնակիչներին։ Դա նորմալ չի, էլի։ Եթե մարդ իրական ուզում է ինչ որ օգնություն կամ բան, չգիտեմ, այդպես բան էդի կազմակերպումին ինձ թվում է համայնքով էլի։